Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված բազմաֆունկցիոնալ այս մեքենաները նախատեսված են փողոցների, մայթերի սանիտարական մաքրման, իսկ ձմռան ամիսներին փողոցների եւ մայթերի ձյան մաքրման, աղ եւ ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար։ 12 այս նոր բազմաֆունկցիոնալ տեխնիկաների աշխատանքները Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ փորձարկեց, համոզվելու, որ դրանք իսկապես լավն են եւ արդյունավետ։ Հենց բազմաֆունկցիոնալ բարի ամբողջական իմաստով մեքենաներ են, որոնք որ եւ մաքրում են, եւ փոշեկուլ են, եւ լվանում են, եւ կարծում եմ, որ Երևան քաղաքում նմանատիպ տեխնիկա պետք է գործի եւ շարունակական մենք մեր պարկը պետք է նմանատիպ տեխնիկայով համալրենք։ Մենք էականորեն կարևոր հատվածներում քաղաքի հյուսիսային պողոտայում հատվածներում, որտեղ որ շատ մեծ քանակի մարդկանց շարժ կա, նմանատիպ տեխնիկա կարող ենք օգտագործել եւ այս տեխնիկան նաեւ այնքանով է լավ, որ ինքը նաեւ ծանր չի եւ այն հատվածներում, որտեղ որ քարե սալապատում ունենք, այդտեղ չի վնասի։ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է հետագայում եւս բազմաֆունկցիոնալ այս մեքենաների նոր խմբականակ ձեռք բերել։ Ըստ նրա, այն Երևանի մաքրության եւ սպասարկման համար պարզապես անհրաժեշտություն է։ Մենք ձեռք ենք բերել 12 մեքենա, որոնք որ բազմաֆունկցիոնալ են, 6-ը մեծ, 6-ը մի փոքր ավելի փոքր տեսակի եւ նրանք ձմեռային սեզոնին դառնում են ձնամաքրող մեքենաներ, ամառային, գարնանային, աշնանային սեզոնին դառնում են աղբահավաքության եւ լվացման մեքենաներ եւ կարծում եմ ընդհանուր առմամբ այն տրամաբանությունը, որ Երևանի քաղաքապետարանը որդեգրել է, բոլոր ուղղություններում լավագույն որակի տեխնիկան ձեռք բերելու կարծում եմ քաղաքի համար շատ կարեւոր է։ Այսպիսի փոքր տեխնիկան հնարավորություն կտա անգամ նեղ ու անհարմար փողոցներ ու բակեր մայթեր մուտք գործել եւ աշխատանքներ իրականացնել։ Քաղաքապետարանն այն ձեռք բերելու համար ծախսել է մոտ 9 միլիոն դրամ, սակայն այսքանով չի բավարարվելու, նոր խմբականակը գնելու համար նոր մրցույթ է կազմակերպվելու, իսկ շեշտը կրկին դրվելու է որակի վրա։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։